Այստեղ մյուս բաժնի մեջ արդեն հենց բուն գործի ընթացքի վերլուծությունն է եւ զեկույցում տեղ գտած մեր անդրադարձները հենց վրաերթի կատարած վերաբերում է նրան, որ թերի եւ խնդրահարույց քննություն է եւ ձգձգվող դատավարություն մինչ օրս իրականացվում ինչ են տեղ գտել, որ վրաերթ կատարած վարորդը մինչ այժմ գտնվում է ազատության մեջ, ինչպես գիտեք, անցյալ տարի օգոստոսի 18-ին դատավճիռը կայացվեց, բայց դրանից հետո կարող ենք ասել, որ մոտապես 3 թե 4 ամիս հետո գրավոր դատավճիռը փոխանցվեց կողմերին, ինչի արդյունքում եւս հաստորեն հետաձգվեց բողոքարկելու հնարավորությունը։ Բողոքարկելը պիտի լիներ գրավոր դատավճիռների փոխանցելուց հետո 1 ամսվա ընթացքում եւ այսպիսով բողոքարկման փուլը սկսվեց, կարելի ասել, անցյալ տարվա վերջից, այս տարվա սկզբից։ Սա ինչ վերաբերում էր դատավճիռին եւ դրա հետագա ընթացքին։ Վարորդը միակ մեղադրյալն է, Շարասյան այլ պատասխանատուների նկատմամբ հետապնդում չի հարուցվել։ Այս ամբողջ վարույթի ընթացքում տուժող կողմի ներկայացուցիչները դիմել են 2 անգամ, բողոքարկել են, որպեսզի Շարասյան պատասխանատուները նույնպես հարցաքննվեն, նաև փաստերի կորսման հետ կապված, գիտեք երևի թե Շարասյան ռադիոկապի ձայնագրությունը չի պահպանվել, ինչպես նշված է այնտեղ իրենց եզրակացության մեջ, որ տեխնիկական սարքի պատճառով ուղղակի չի ձայնագրվել։ Դրա փորձաքննությունն էլ պիտի իրականացվեր բողոքարկման արդյունքում այդպես պիտի լիներ, բայց մերժվել է, դա առաջին է տեղի ունեցել 23 թվականին վերաքննիչ դատարանին դիմել են տուժող կողմի պաշտպանները, որ եւ բողոքարկումը ընդունվել է եւ պիտի հարուցվեր նոր վարույթ, ասելով, որ տուժող կողմի իրավունքները խախտվել են։ Սակայն չի եղել եւ հետագայում արդեն 25 թվականի ամռանը նորից բողոքարկվել է, ինչը էլի կրկին մինչ օրս ձգձգվում է եւ քննություն չի իրականացում Շարասյան պատասխանատուները չեն հարցաքննվել։ Ապացույցների անհետացում, ինչպես գիտեք, արդեն ասեցի, ինչն է այստեղ կարևոր, ձայնագրությունների միջոցով հնարավոր կլիներ իմանալու, թե ով է որոշել այդ արագությունը, այդ հատվածում այդպիսի արագությամբ գնալ, ինչպես է եղել, որ կարգավորողը, այդպես ասենք, չի հասցնում պատշաճ ձևով կարգավորել եւ դադարեցնել հետիոտների անցում այդտեղով, որտեղ բացի Սոնամնացականն է, այդտեղով անցնելիս է եղել մի քանի քայլ, 2 քայլ երևի թե առաջ, մի ուրիշ աղջիկ, այդպես եթե զեկույցում նայեք այդ հատվածը, կտեսնեք, որ նույնիսկ երթևեկությունը նորմալ չի դադարեցված, հա, մեքենաները գնում են եւ էլի վթարային իրավիճակ կա այնտեղ։ Այդ միջոցով կարող ենք իմանալ ով էր որոշումը կայացրել, ինչպես եղավ, որ սա եղավ, բայց իրենք ասում են, որ չի պահպանվել։ Ձգձգող դատական վարույթների մասին պիտի խոսեմ, որը շատ կարևոր է, օրինակ բերեմ, 24 թվականին ընդամենը տեղի ունեցել 3 նիստ, նշված է եղել 5 նիստ, բայց որից 2-ը չի կայացել հենց մեղադրյալի պաշտպանների բացակայության պատճառով։ Նույն թվի 24 թվականի հունիսի 18-ին մեղադրյալի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել, որպեսզի նորից հարցաքննվի տեսաձայնային տեսաձայնային փորձագետը, որը որոշել էր արագությունը սահմանումներ տվել, իրեն նորից փորձաքննեն, հաջորդ նիստը պիտի տեղի ունենար օգոստոսի 29-ին, բայց պաշտպանները հենց իրենք ներկա չեն, 2-ն են եւ 2-ն էլ ներկա չէին, արդյունքում կայացավ նոյեմբերի 18-ին, այսինքն ուղիղ 5 ամիս անց։ Ես կուզեմ սրա հետ կապված մի քիչ հետո Ռաֆայելը խոսի, թե ինչու է այսպես լինում, հա, որ նման գործերի դեպքում այսպես ձգձգումներ են լինում եւ հակառակը ուրիշ դեպքերում կարող են ընդհանուր ամեն օր նույնիսկ նիստեր նշանակել։ Արդյունքում բացի այս շատ մեծ ընդմիջումներով նիստերը, նաև նիստերի ընթացքում պիտի անդրադառնամ պաշտպանների վարքագծին, որոնք
նիստը հատուկ միտում էր զգացում ձգելու, օրինակ նոյեմբերի 18-ին փորձագետին տալիս էին նույն հարցի, մի քանի նույն հարց էին տալիս, դրանց այսպես որոշակի ձևակերպումները փոփոխելով, դա վերաբերում էր թե ինչու եք հենց մի տեսանյութեր հիմքում ընկած արագությունը որոշելու, որ հիմքեր հանդիսանում, թե ինչու եք այս տեսանյութը վերցրել, փորձագետը պատասխանում էր, որտեվ սա այն միակ տեսանյութն է, որտեղ հստակ երևում է անշարժ առարկան տվյալ դեպքում սլակ գծանշումը, եւ դրան հաջորդում էր թե ինչու են մյուս նյութերը չեք օգտագործել, նա նորից պատասխանում էր, որ որովհետեւ սա է միակ հնարավոր օգտագործման նյութը եւ հետագայում իսկ միգուցե դուք կադր եք թաքցրել, ասում են ոչ, ինչ որ տվել ենք այստեղ է, այսինքն այս ինչու է 3 կադր այս նյութի մեջ, փորձագետը պատասխանում է, որ առաջին ինչու եք դրել 3 կադր, բայց ասում եք 2 կադրով եք հաշվել, փորձագետը պատասխանում է, որ առաջինը ելման կետն է, իսկ մյուս հաջորդ 2 կադրով մենք արագությունն ենք արդեն որոշում, եւ այս հարցը կրկնվել է գրեթե 2 ժամից ավել, այս 2 հարցը եւ նույն պատասխանները նոյեմբերի 19-ին եւ արդեն հաջորդ տարի 25 թվականի մարտի 3-ին էլի նույն հարցը տվել են փորձագետին։ Հետո նոր կայացել է 25 թվականի մայիսի 22-ին հաջորդ նիստը։ Այսպիսի մեծ ընդմիջումներով 5 ամիս, 3 ամիս մեծ ընդմիջումներով շարունակել են։ Ես կուզեմ արդեն Ռաֆայելը երևի թե անդրադառնա այստեղ, հիմա գործը գիտեք ուղղակի կարճ ասեմ, որ վերաքննիչ դատարանին ներկայացրել են երկու կողմներ իրենց միջնորդությունները, մայիսի 18-ին իդեպ պետք է տեղի ունենար ապրիլի 13-ին, բայց տեղափոխվեց էլի կրկին մայիսի 18-ին։ Այս փուլում է, սպասում ենք իրենց որոշմանը դատավորների